Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Ներդրվել է հայտարարագրերի ինքնաշխատ ներկայացման համակարգ։ Մասնավորապես, հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա։ Ֆիզիկական անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված։ Այս շրջանակում նաև սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող, նվազեցվող եկամուտները։ Հայտարարատու ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները։ Միաժամանակ նախատեսվել է, որ կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր, այս դեպքում խոսքը արդեն ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտների մասին է։ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը և դրամական միջոցները և այլն, այսինքն ամբողջ ցանկը հավելվածով նրանք, որոնք հայտարարագրման ենթակա են և որոնք ենթակա չեն, որոնք ունեն շեմեր, սահմանվում է հավելվածով։